Մարտունի համայնքի Լիճք գյուղում ոռոգման նոր համակարգ է կառուցվում։ Շինարարությունն ընդգրկում է գյուղի A2 թաղամասի 9-րդ և A5 թաղամասի 4-րդ փողոցները։ Տասնյակ տարիներ այս թաղամասերի բնակիչները ոռոգումն իրականացրել են մեծ դժվարությամբ գրունտային առումներով։ Իսկապես բնակիչները ջրի խնդիրներ են ունենում, այսինքն չէր հասնում բնակչին, սպառողին ոռոգման ջուրը։ Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք, որ սա շատ կարևոր հարց է լուծում մեր բնակիչների համար եւ այս ծրագիրը ներառեցինք սուբվենցիոն ծրագրերի մեջ եւ շատ լավ է, որ այսօր կյանքի է կոչվում։ Պայմանական 10 լիտր վարկյան ջրված թողման պայմաններում տեղ էր հասնում 5-ից 6 լիտրը, ոռոգումն էլ ժամեր և նույնիսկ օրեր էր տևում, պատմում են գյուղացիները։ Մինչև տարեվերջ 9-րդ փողոցում ոռոգման ցանցի աշխատանքները կավարտվեն, եթե եղանակը բարեհաճ գտնվի, նաև 4-րդ փողոցում կսկսվի շինարարությունը։ Ջուրը ժամանակին լինում էր, պրոստո չէր հասնում, առուչ ունեինք նորմալ։ Մենք մեր ուժերով մաքրում էինք, մի կերպ ջերում էինք մեր բոստանները, ասեմ այսպես։ Բոլոր տեսակի խնդիրներից ազատված կնենք ջրի հետ կապված։ Ջրանցումները թողած է, ամեն ինչ նորմալ դրել են։ Միայն 100 մետրն է, որ LR4 է, երկաթբետոնյա LR4 է, մնացածը 530 մմ-անոց կիսախողովակներ են լինելու։ Աշխատանքների ավարտից հետո ոռոգվող տարածքները ավելանալու են 150 հեկտարով, որը օգտվելու են 700 տնտեսություն շուրջ։ Երկու թաղամասի ոռոգման ցանցերի կառուցման ծրագրի արժեքը շուրջ 38 միլիոն դրամ է, որի 75%-ը հատկացրել է կառավարությունը, 25%-ը համայնքը։ Լիճք գյուղում սուբվենցիոն ծրագրով նաև արտաքին լուսավորության ցանց է կառուցվում, կլուսավորվի 11 փողոց։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 38 միլիոն դրամ, որից 60%-ը ֆինանսավորվում է կառավարության կողմից, 40%-ը համայնքի կողմից է ֆինանսավորվելու։ Ամբողջությամբ նոր է կառուցվելու, մենք բնակավայրերում անցած տարիներին ուրիշ փողոցներում իրականացրել ենք, բայց կոնկրետ այս 11 փողոցը, որ իրականացվելու է, առաջի անգամ արվելու, նախկինում չենք ունեցել լուսավորության ցանց։ 5100 գծամետր ընդհանուր երկարությամբ ցանցը կազմված է LED լուսատուներով աշխատող 180 հենասյունից։ Շինարարությունը սկսվել էր 2025-ի օգոստոսին, ավարտը նախատեսված է մինչև տարեվերջ։ Անահիտ Կարեյան, լուրերի համար։